պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս հայտարարությունից ժամեր անց մայիսի 29-ի գիշերը ադրբեջանցիները կրակեցին Խոզնավարի ուղղությամբ, տուժածներ բարեբախտաբար չկան, բայց վնասվել է բնակելի տուն։ Որևէ խուճապ չկա, չի կարող լինել, գյուղացիները վաղուց արդեն սովոր են դրան եւ գիտեն այդ ամենը, բայց իհարկե անհանգստացնողն է եւ օր առաջ պետք է խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո այդ խնդիրներին լուծում տա։ Սյունիքի ու մեր երկրի այլ բնակավայրերի ուղղությամբ կրակոցները նորություն չեն։ Վերջին շրջանում թշնամու թիրախում նաեւ տների տանիքներն են։ Դատաձգաբանական, բալիստիկ մի շարք փորձաքննություններ են նշանակված, հարուցված են քրեական գործեր, որպեսզի պարզենք այդ գնդակների ուղղությունը որտեղից են եղել, ուղիղ նշանառությամբ եղել, թե գուցե պատահական։ Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդ որում նշանառության տակ են վերցված կոնկրետ արդեն առանձնատներ։ Երևանը Բաքվին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Պատասխանը չուշացավ։ Բաքուն հերքել է հայկական կողմի մեղադրանքը, հայտարարելով, թե իբր երբեք կրակ չի բացում քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների վրա։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը նաեւ պնդել է, թե Երևանն այսպիսի հայտարարություններով փորձում է միջազգային հանրության մոտ սխալ կարծիք ձևավորել եւ հիմք ստեղծել նոր սադրանքների համար։ Ինչ կլինի, եթե հայկական կողմը համարժեք պատասխան տա թշնամու կրակոցներին։ Կգնա էսկալացիա եւ չես կարող ասել այդ էսկալացիան որտեղ կկանգնի։ Այնպես չի, որ հայկական կողմը այդ հնարավորությունները չունի պատասխան համարժեք գործողությունների դիմելու, բայց Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը նա է, որ խաղաղության պայմանագիր ամեն կերպ պետք է հասնել խաղաղության պայմանագրին եւ էսկալացիոն գործողությունները հնարավոր չէ թույլ տալ, բայց նաեւ չեն տանում, որովհետեւ մեր զինված ուժերը բավականին adekvat եւ հավասարակշռված գործողություններ են իրականացնում։ Արձագանքել Ադրբեջանին չպետք է հասկանալ միայն պայմանականորեն առաջին գծի կամ մարտական դիրքից ավտոմատով կամ չգիտեմ գնդացրով որևէ հարված հասնելը։ Ակնհայտորեն ես արդեն ասացի, որ սա իր մեջ ներառում է քաղաքական, դիվանագիտական էլեմենտ։ Վերջին շրջանում ուշագրավ են գերտերությունների հայտարարությունները։ ԱՄՆ պետքարտուղարն իրական էր համարել հայ-ադրբեջանական հակամարտության բռնկման վտանգն ու ասել, որ փորձում են կանխել դա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարն էլ նշել էր, որ Սյունիքի շուրջ լարվածությունը պահպանվում է եւ միայն Հայաստանի ղեկավարն է, որ բացառում է պատերազմը։ Բոլոր գերտերությունները իրանց շահերը ունեն, իսկ Հայաստանի Հանրապետության իշխանությունը ասում այն ինչ որ կա։ Եվ դրա համար պատասխան է տալիս։ Որևէ գերտերության հայտարարություն կամ բան, դա չես կարող ասել ինչ հիմքեր ունի։ Հատկապես Սյունիքում ստեղծված իրավիճակը բացառապես պայմանավորված չէ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններով կամ դրա հնարավոր կարգավորմամբ, որովհետեւ Սյունիքի դերը աշխարհագրական առումով եւ նաեւ Իրանի հետ հարաբերության հանգամանքով ունի ոչ միայն ռեգիոնալ, այլ ես կասեի նաև աշխարհաքաղաքական բնույթ։ Կրակոցները կդադարեն, եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, իշխող ուժի падգամավորն է վստահեցնում։ Այդ դեպքում ասում է սահմանը սահմանապահ զորքերն են պահելու։ Այս ընթացքում Բաքուն ոչ թե սահմանապահներին է պատրաստում խաղաղության, այլ մարզում է հրթիռային եւ հրետանային զորքերը։ Տագնապ ազդանշանից հետո ադրբեջանական ստորաբաժանումը լքել է մշտական տեղակայման վայրը եւ հաստատվել կենտրոնացման գոտում։ Հրթիռահրետանային զորքերը զորավարժություն են անցկացրել Սմերջ համազարգային կրակի ռեակտիվ համակարգերի կիրառմամբ։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։